Մեծարգո պարոն Արշակյան, հարգելի գործընկերներ, Տիկին դատախազ, ես ճիշտն ասած ընդհանրապես սովորություն չունեմ մարդկանց հետևից խոսալ, կուզեի այստեղ նստած լինեին, որ իրենց աչքերի մեջ նայեի ու ասեի ինչ եմ մտածում, իմ ելույթի իմաստով, ես կուզեմ կարճ խոսել երեկվա այստեղի դեպքերի մասին. Ժորժ ջան, ուրեմն ես մի հատ հետաքրքիր բան եմ նկատել, օրինակ սատանաները ընդհանրապես խաչը տեսնելից հոգեվարքի մեջ են ընկնում, մեր ընդդիմությունն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է տեսնում, ընկնում հոգեվարքի մեջ, չգիտես ինչի, ու ասենք անընդհատ մանիպուլացնում են ու անընդհատ հրահրում են եւ այլն, այ ասում են, տեսեք, Տիկին դատախազ, օրինակ ես քաղաքական իմաստով կասեմ, որ գիտեք ինչի, օրինակ մեր ռեյտինգը քիչ իջել է, որովհետև օրինակ ժողովուրդը մեզանից պահանջում են նախկին թալանչիներին ձերբակալել, նախկին թալանչիների ապօրինի գույքը վերցնել, ինչքան էլ իրենց բացատրում են, որ դա իրավական գործընթաց է, դա փուլերով է անցնում, մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացու պահանջը այդ մեկն է։ Հիմա այստեղից որ ասում են նոր մի քիչ առաջ բանախոսը պարոն Մինասյանն ասում է հարստացել եք, հա, հարստացել ենք, ունենք լիքը ընկերներ են ավելացել, լիքը համակիրներ են ավելացել, մեզ հարգողներն են շատացել, դուք էլ հարստացել եք փողով, օրինակ ես չեմ պատկերացնում 2 տարի, 3 տարի դառնում են պատգամավոր կամ ինչ-որ պաշտոնյա, եկեք եթանք տենանք իրանց տները, իրանց ունեցվածքները, մենք էլ ես 7 տարի ենք պաշտոնյա, եկեք թանք մերն էլ տենանք։ Հա, ասում է բանը, Լևոն Քոչարյանը գնացել էր բան, Վարդենիս, հետաքրքիր է էլի, հիմա հուսով եմ կլսի ինձ, որ գնում իր Վարդենիս, Լևոն Քոչարյանը, այդ ճամփով անցնելուց այդ քանդած գործարանները տեսար չէ, ձեր օրոք էր քանդվել ու հարց տվեցիր քեզ, ինչի, որ գնացիր Վարդենիս, ասեցիր, որ իրանց հիվանդանոցն ուզում էիք փակեիք, որովհետև քիչ մարդերը սպասարկում, ասեցիք թե չէ, եթե չասեցիք մենք անպայման կասենք, օրինակ երբ որ այդ ճանապարհով գնում էիք, մենք էինք սարքել, մեր իշխանությունը, ձեր իշխանության ժամանակ դες ճանապարհ չկար, կամ որ այդ Սևանի լճի ափով անցնում էիք, չէիք տեսնում այդ օրինակ ձեր թիմակիցների դղյակները, այդ դղյակից մինչև սարքենք, այս աշխատավարձով հաշվարկել եմ երեք, մոտապես պետք է 157 տարի ապրեմ, որ կարողանամ մի հատ այտենց տուն սարքել ինչ-որ տեղ, այնտեղ Սերյան Օհանյանի վիլլաներ, այնտեղ Վլադիմիր ոնց էր այդ կոչվում, Վովայի էլի, Գասպարյան Վովայի դաչաներ եւ այլն։ Հիմա եկես թե մեզ հարստանալու մասին եք խոսում։ Օրինակ ողորմած պապս մի հատ պատմություն էր պատմում, այդ որ զավոդները քանդում եք այդ ժամանակ, ասում էր Քյավառից մի մարդ է լինում հարուստ, տղային ուղարկում Երևան ուսման, ուսանող ընկերներին կանչում է գավառ հյուրասիրելու Սովետական միության ժամանակ առավոտը հերը զարթնում է, մի կալոտ 25-նոց է տալիս, ասում տղա ջան, ես կտանես կհյուրասիրես ընկերներիդ, իրիկունը գալիս ասում տղա ջան, փող ունես, ասում չէ պապ ջան, մի քիչ էլ տուր վաղն էլ տանեմ հյուրասիրեմ, փողը տալիս, ասում բայց տղա ջան, սրան ինչ-որ բան կառնես, նոր կուտես, էլի, ես չեն ուտում։ Ասածս ինչ է, այդ պատերը, այդ զավոդներն ու գործարները դες չեն ուտում, այդ սարքում են, աշխատում է, հետո դրանից եկած եկամուտը ջայնան մեզի մղցում եք, ինչ ուզում եք արեք, բայց գոնե այդ ամեն ինչը սարքեք նոր, քանդերեք, ինչ կա չկա քանդերեք, իսկ քո մոտ հարց ասեցիք այդ վարդենիցիներին, որ եկաք գավառ գնացիք ու հաջորդ օրը կաբելի գործարանը փակվեց, իսկ ասեցիք, որ հայտարարում էիք, որ Գեղարքունիքի մարզը Հայաստանի կույրաղիկն է, չասեցիք, չէ, իսկ ընդհանրապես այդ գյուղ երբևիցե Գեղամասար խոշորացված համայնք երբևիցե ձեր կյանքի ընթացքում մի օր այլ օր եղել էիք, թե չէ։ Հիմա հավաքել եք ձեր կուսակցականներին ու ասում եք ժողովուրդ, սենց բաներ ասում։ 90% ձեր կուսակցականներն են եղել, հələ մի հատ դուզ գայիք ժողովրդի հետ շփվեիք։ Գեղամ Մանուկյանը ստեղից ասում է մեկ մի հատ գիրք է բերել, չգիտեմ ինչ գիրք, ասում է մեկ թուրքերն են մեզ դաշնակցությանը քննադատել, մեկ էս իշխանությունը։ Ասում եմ հատուկ Գեղամ Մանուկյանի համար մեկ հակառակորդ պետությունն է ասել, որ մենք ենք պատերազմը հրահրել, մեկ ձեր ղեկավարը, մեկ էլ դուք երևի դարձել եք իրաց մամուլի խոսնակը։ Ասում եմ մամուլը ձերն է։ Այ Ժորժ ջան,
կամ 1 կամ 2 թերթ, եսի մեր ելույթները գցում կամ չի գցում, սա օրը մամուլը ձեզ գովում է, մեզ կլնգում է, այս մամուլը տվեք ինձ, հաջորդ ընտրություններին 7, քանի պատգամավորեք, բայց դուք 7 ձայն կտանեք, եթե այս տեմպով ձեզ կլնգեմ, ինչ որ այս մամուլը մեզ է կլնգում, դուք էլ ձեզ չեք ընտրի։ Ասում է ասֆալտի որակը վատն է, պարոն Խաչատրյանն ասում։ Ասում է ասֆալտի որակը վատն է, ակամայից հիշեցի Կիկոսի մահը, այդ դրվագը, որ ասում է լավ ծառին ցած ընկավ քարին։ Հիմա իրանք ոնց են այդ բանով են մտածել, այդ գծի մեջ են մտածել, որ եթե օրինակ մենք ասֆալտ անենք, հետո այդ ասֆալտն հաջորդ տարի կքանդվի, նորից մենք պետք է սարքենք, այնա լավա ոչ մի բան չանենք, այդ գումարը մխսենք հետա։ Ինչի մասն է խոսքը։ Հիմա Ժորժան անում ենք, լավ թե վատ անում ենք։ Հիմա ինչը վատ է, գումարը չենք տրամադրում, ասաց տարածքային նախարարը, աշխատում ես, եթե աշխատում ես, ուրեմն ունես թերություններ, ու ուզում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հիշեցնել, որ այսքան քննադատում են վարչապետին, միշտ հիշեք, Ժորժան, անգործունակ մարդիկ են, քարով խփում պտղատու ծառերին, ընդհանրապես այդպես է։ Հիմա իրանք, օրինակ, Լևոն Քոչարյանը իր ընտանիքին կամ իրեն հարցրել է, ինչքան է սիրում Հայաստանը։ Օրինակ իմ գնահատմամբ մինուս անվերջություն, ի տարբերություն պլյուս անվերջություն մեր վարչապետի։ Հիմա այստեղից ելնում հրահարում են, կռիվ են սարքում, հետո ասում են այ տեսակ ինչ եղավ։ Այո, ժողովուրդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պահանջում է նախկին թալանը վերականգնել։ Դրա համար, եթե մենք չենք վերականգնում, դրա համար մեր հարկանիշը ընկնում է։ Մեկ էլ ստեղից խոսացին Մասիվի թաղապետարանում կատարվածի իմաստով ու ակամայից հիշեցի մեր նախկին գործընկերոջ Աստված հոգին լուսավորի Սերյան Սարոյանին, ասում էր համ ուզում եք քֆուր տակ, համ ուզում եք մեզ սիլա չտան։ Հիմա դες չի լինում Ժորժան, հիմա ամեն ժամանակ հրահարում եք, հիմա մեկս կարում է մեզ զսպի, մյուսը չի կարելի։ Ասում է մարտի 1-ին միգուցե վարչապետն են մեղավոր։ Գիտեք ինչ էր մոտս, որ օրինակ վարչապետը կրակեց, վարչապետը հրահրեց, վարչապետը կոալիցիա կազմեց։ Հարգելի գործընկերներ, ես զարմանում եմ նույնիսկ այս ամյոնից ոնց են խոսում։ Եթե ես մի օր կլսեք, որ այս իշխանությունից այն իշխանություն տեղափոխվել, կգա ասեք չես ամաչում։ Ինչ իշխանություն եկավ, հետ աշխատեցիք։ Մենք որ նոր էինք եկել իշխանության, մեր հետ աշխատում էիք, ձեր թիմակիցները լի մետ էին աշխատում։ Օй, վարչապետին գիտեք ինչ գովք էին ասում։ Հենց իրանց ազատեց, հաջորդ օրվանից սկսып վատաբանում եք, չի կարելի, չէ, եկեք իրար հետ երկիր սարքենք, թեկուզ չեմ էլ կարծում, որ դուք ցանկանում եք այս երկիրը սարքվի, դառնա նորմալ երկիր։ Ժորժան ասում է բանը, չեմ իշում ստեղ, Մինասյանն էր ասում է, հոկտեմբերի 27-ը կարող է ճուղերով գա դառնա ձեզ բանը։ Հարգելի դաշնակցական ընկերներ, 2099 թվականի հոկտեմբերի 27-28-ից հետո մինչ երևի այսօր հոկտեմբերի 27-ի մասին չեք խոսացել, այն ժամանակ երևի ձեր շեֆից էիք վախենում, հետո էլ ինչ խոսակ, հոկտեմբերի 28-ին արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտեր ինչա կատարվել, գիտեր ով է գլխատել Հայաստանի Հանրապետությունը, ով է սպանել Սպարապետին, ով է սպանել Կարեն Դեմիրճյանին։ Եվ ուզում եմ, եթե իմ ելույթից հետո ելույթ կունենաք, եկեք ասեք, օրինակ իմ մասով, իմ ու ձեր բաժին, եթե մեր մեջ մարդ կա, որ մի թիմում է եղել, որտեղ փող են բաժանել, ու ինքը մասնակից է եղել դրան, ինքը բարոյական է, թե անբարոյական։ Հիմա իմ համար գոնե անընդունելի է, այստեղ մեզ մեղադրել հարստության մեջ։ Եկեք եթանք տենանք, ինչ երեք ձեռ բերել, 3-4 տարվա մեջ ինչ երեք ձեռ բերել։ Ասում է բանա, դու հարստացել եք լրատվականները ձերնա, էսի ձերնա, դու թվականակով շատ եք, թվականակով շատ ենք լինելու, 2026 թվականել ենք շատ լինելու ձեզանից, դու մտածեք, որ 2026 թվականին չգիտեմ, մենք ստեղ կհանդիպենք, թե չէ, շնորհակալություն։ Անուշ Կլոյան, հաջորդ